Բերձորի ոլորանները երկար ու ձիգ ճանապարհներն այս անգամ մեր նկարահանող խմբին բերեցին ներքին Սուս։ Նախանձելի բնություն ունի Քաշաթաղի շրջանի ներքին Սուս գյուղը։ Բարձրադիր լեռներ, օդը մաքուր, գետն էլ հոսում է հենց գյուղի միջով։ Բարև բարեկամներ, Արցախի հանրայինի եթերը շարունակում է մեր շիրի ծրագրի հերթական թողարկումը։ Այսօր մենք պատմելու ենք ձեզ Քաշաթաղի շրջանի ներքին Սուս գյուղի մասին։ Քաշաթաղի շրջանի ներքին Սուս գյուղը գտնվում է շրջենտրոնից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, ունի 160 բնակիչ։ Ներքին Սուս համայնքի մեջ է մտնում նաև հարևան Սուս եւ Գիհուտ գյուղերը։ Չգիտեմ որքանով այսօր կհաջողվի լավ հաղորդում պատրաստել այս գյուղի մասին, որքանով հեշտ կլինի նկարահանումներն իրականացնել այստեղ, այս գյուղում, բայց այն, որ այստեղ շատ լավ հանգստի վայր է, արդեն իսկ կասկած չունեմ։ Գյուղի մասին շատ բան չգիտեինք, ուր գնալ, որտեղ լինել, ինչ անել, պատկերացում անգամ չունեինք։ Ահա, հանդիպեցինք մեկին, ով գուցե կօգնի կողմնորոշվել հետագա քայլերում։ Բարև ձեզ։ Թույլ կտաք նստենք մի քիչ զրուցենք ձեզ հետ։ Անպայման։ Մենք Արցախի հանրային հեռուստատեսությունից ենք, ուզում ենք ձեր գյուղի մասին հաղորդում պատրաստել։ Ուրախ ենք։ Ինչ կարող եք պատմել մեզ գյուղի մասին։ Գյուղը նոր կազմակերպված տնտեսություն է, համայնք է, բաղկացած է 2-3 տարածքից, Վերին Սուս, Գիհուտ եւ Ներքին Սուս։ Դպրոցին ուսուցչական կոլեկտիվով, ճանապարհներում խնդիրներ ունենք, ջրի մատակարարման հարցում խնդիրներ ունենք, վարչակազմը պատրաստ է այդ հարցերը կար ժամանակում լուծելու։ Երկար ժամանակ եք ապրում այս գյուղում։ Ես արդեն այստեղ 22-23 տարի է։ 23 տարի կոմա, 22-ը մերը։ Նոր գյուղ մտանք, գյուղին այսպես ծանոթ չենք մեծ մասամբ, բայց հետաքրքիր գյուղ է երևում, գետ ունեք։ Հա, ամեն ինչ։ Ամենակարևորը։ Գետը, բանը, սա։ Որ գետը կա։ Հա։ Սա կարևոր հանգամանք է գյուղացու համար։ Անպայման։ Եվ հանգստի նպատակով, եւ վերջը որոշման նպատակով, եւ օգտվելու ձուկ, մուղ, բան նման խնդիրներ կան։ Պատրաստվում ենք բարձրանալ գյուղ, ինչ կհուշեք, ուր գնանք, որտեղ լինենք, ում հետ հանդիպենք, որպեսզի հետաքրքիր հաղորդում ստացվի։ Գյուղապետը նոր գնացքում, դեր էր սպասում։ Այնտեղ ձկնարանա սարքած լավ տարածք կա, հոյակապ վերևել է, ձախ կողմով, եւ աղբյուրները դրած, հուշա բանը հարձաններ։ Այսպես պիտի բարձրանանք։ Չի այնյանով։ Este մի քիչ անհարմար է։ Ճանապարհը շարունակեցինք ճիշտ այնպես, ինչպես իմ զրուցակիցները հուշեցին։ Գյուղամեջում մեզ խորհուրդ տվեցին հյուրընկալվել մեղվաբույծ Ալբերտ Բադալյանին։ Այս ընթացքում որքան որ եղել ենք ներքին Սուս գյուղում, միայն այս տանը չէ, որ հանդիպել ենք մեղվափեթակների փաստորեն ներքին սուսեցիները գյուղատնտեսության մեջ նախընտրում են մեղվաբուծությունը։ Փաստորեն ճիշտ ժամանակին ենք եկել իմ զրուցակիցը աշխատանքի թեժպայրը նույնիսկ չի նկատում, որ ինքը այսօր հյուրեր ունի։ Բարև ձեզ։ Մենք չենք խանգարում ձեզ։ Կուզենայինք միանալ ձեզ եւ ձեր աշխատանքի ընթացքի հետ նաեւ մի քանի հարց ուղղել ձեզ։ Խնդրեմ։ Երբանից եք մեղվաբուծությամբ զբաղվում։ Մեղվաբուծությամբ շուրջ 15 տարի է որ զբաղվում եմ։ Փաստորեն մեղվաբուծությունը գյուղատնտեսության այսպես նախընտրելի ճյուղ է ձեր գյուղում։ Հա, մեր գյուղում մեղվաբուծության համար ընդհանրապես Ղարաբաղը մեղվաբուծության համար շատ հիանալի տեղ է։ Մանավանդ Քաշաթաղի շրջանը ունի ալպիական գոտուց սկսած մինչև հարթավարային տարածություններ, որտեղ մեղուները 2-3 անգամ տեղափոխելով բնակչությունը մեծ եկամուտներ է ստանում։ Չուզեցինք մեղվաբույծին կտրել աշխատանքից։ Լավ հնարավորություն էր ընթացս նաև գյուղացու աշխատանքին ծանոթանալու համար։ Կարող եք մեզ ներկայացնել աշխատանքի ինչ փուլում եք։ Հիմա այս փեթակի բաները, կափարիչներն եմ սարքում ու մնալված սրանից հետո թիթեղապատել եւ ներկել էլի փեթակները, արդեն պատրաստ է փեթակները։ Ինչ փայտից են պատրաստում մեղվափեթակները։ Տարբերություն կա թե հատուկ։ Տարբերություն կա, նախընտրելի է պատրաստել լորեն ու փայտից, բայց լորենը չլինելու դեպքում արդեն բանը բարդին, հուրին, նույնպես այդ փեթակների պատրաստման համար
պիտանի են էլի։ Ալբերտ Բադալյանն առաջիններից էր, ով եկավ այս գյուղ։ Երկար տարիներ նաև ղեկավարել է համայնքը։ Կատակում է։ Կինոս գյուղի առաջին տիկինն էր, բառի ամենալայն իմաստով։ 93 թվականին տեղափոխվեցինք Քաշաթաղի շրջան, մի ջոկատի հետ միասին, իսկ 94 թվականի մայիս 12-ի զինադադարից հետո ջոկատի անդամներով համարյա բոլորը մնացիք Քաշաթաղի շրջանում։ Ջոկատի անդամներից որոշները վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը, համարյա մենակ ես եմ մնացել, որ մնացել եմ որպես բնակիչ մինչև հիմա։ Գյուղը ինչպիսին էր այն ժամանակ, երբ առաջին անգամ եկաք այստեղ եւ ինչպիսին է այսօր։ Գյուղը այն ժամանակ բոլորովին ավերված գյուղ էր, հրդեհված, քանդված, թալանված տարած գյուղ էր։ Նրանից հետո կամաց-կամաց ժողովուրդը սկսեցին տները կրիչներ սարքելը, հարմարվելը, բնակվելը։ Իսկ վերջի տարիներին արդեն կառավարության կողմից շինանյութ է հատկացում։ Օրինակ մեր կրիչը, եթե ուշադիր նայեք, այս տարի եք բան արել, կրիչը լրի փոխել, թիթեղով բանով փոխել, հա։ Ահագին մեծ օգուտ է, մեծ ժողովրդին։ Ինչով են զբաղվում այսօր գյուղացիները, ապրուստի միջոցը որն է։ Միայն մեղվաբուծություն թե։ Օրինակ Քաշաթաղի շրջանում հարավային թևում վարելահողերը շատ հսկայական տարածքներ կան, հա։ Իսկ մեր գյուղում հիմնականը զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաներով, անասուններ պահելով, մեղվաբուծությամբ եւ այլն։ Մի մասն էլ ասենք հիմնական աշխատանք ունի դպրոցում, բուժկետում, գյուղապետարանում, իրենց ընտանիքի կարիքները կարողանում են հոգան։ Մեղվաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է։ Մեղուն տուն կպահի, համոզված է իմ զրուցակիցը։ Ընտանիքը կարող է նորմալ ապահով պահել եւ որոշներն էլ օգնել։ Շատ մարդիկ իմանում են, թե մեղվաբուծությունը սեզոնային բնույթ է կրում, բայց ինչպես տեսնում եք, ամբողջ ձմեռը փետակ եք սարքում, շրջանակներ եք սարքում, ազատ ժամանակ չի լինում։ Պետք է ասենք ձմռան սեզոնի նախապատրաստվել, որպեսզի գարունը կարողանաս մեղուներին նորմալ իրանց ներկայացած պահանջը ապահովես։ Իսկ մեղուներին գյուղում եք պահում, թե տանում եք ավելի բարձր վայրեր։ Ես մեղուներին մինչև հունիսի 1-ը պահում եք մեր գյուղում, իսկ հունիսի 1-ից հետո տեղափոխում եք ավելի բարձրադիր գոտի, Արվական, օրինակ մեկ տանում եք Արվական, որտեղ մի ամիս ավելի ուշ է մեղուն զարգանում ու բերքը մի ամիս երկարում է, բերքի ստացումը։ Աշխատասեր գյուղացուն նույնիսկ մեր այցը չստիպեց մի պահ ցած դնել գործիքներն ու պարզապես զրուցել։ Մեղվափետակների պատրաստման աշխատանքներին ծանոթանալուց հետո մեզ սպասվում էր ավելի պատասխանատու աշխատանք։ Տարվա սեղանակին ուղղակի առաջին ստուգումները անցկացվում, մեղրի կերի պաշարի լրացումը ու մայրերի ստուգումը։ Կարող ենք այսօր դա միասին անել։ Իհարկե կարող ենք։ Որքանով որ ենթադրում եմ, պետք է համապատասխան համազգեստ ունենալ։ Հա, համապատասխան համազգեստ կա։ Որպեսզի մեղուները մեզ վրա չարձակվեն։ Գրեցինք համապատասխան համազգեստ եւ ահա, կազմը պատրաստ, հյուրընկալվեցինք մեղուներին։ Հիմա կասեք ինչ ենք անում։ Հիմա ես ծուխը տալիս եք։ Հա։ Մեղուները իմանում են, թե անտառը պաժար են գել։ Իրաց բնածը տենց է, որ անտառը պաժար են գում։ Իրանք իրաց մեղրապարկը մեղրոլցնում են ու դրա համար չեն կարողանում խայթել։ Իրաց խանգարում է խայթելը։ Իդեպ ասեմ, որ այստեղ շատ կարևոր է համապատասխան համազգեստ ունենալը, որովհետև սա ահագին խնդիրներից խուսափելու միջոց է։ Ես կարող եմ օգնել ձեզ։ Տաքացումներն է։ Հա։ Տաքացումները Բացում ենք, հա, կամաց։ Ես կարող եմ օգնել ձեզ։ Բացում ենք, տեսնանք այս մեղուն ինչ խնդիրներ ունի։ Այնքան էլ հələ չի զարգացել։ Հա, կարող ենք հանել։ Սա առաջին ստուգումն է։ Հա։ Հիմիկ նայում եք։ Հələ իր կերի պաշար ունի, այսքան տեղը մեղր է։ Հələ իր պաշարը կա։ Ստեղ մեղր կա, այս հրամքի վրա, շրջանակի։
Պասիվ են մի տեսակ մեղուներն ավելի ակտիվ էի պատկերացնում։ Չէ, տարվա ժամանակ մեղուները ամենաթույլ սեզոնն է, նոր են ժամանակ դուրս եկել։ Աշխատում են մեղուները։ Այստեղ է մեղրի պաշարը կա։ Մեղուների համար որ դիրքն է ամենանպաստավորը։ Մեղուները ընդհանրապես իրանց բնակության վայրը 1200 մետրից մինչև 1800 մետր ծովի մակարդակի բարձրությունն է։ Թույլ մեղու է։ Ինչ որ խնդիրներ նկատում եք, ես մասնագիտական աչքով նայել չեմ կարող, ուղղակի հիանում եմ մեղուների աշխատանքով։ Մայրը ձվադրություն չի սկսել։ Այ ինչից իմացաք, որ ձվադրություն չի սկսել։ Ձուտ չկա, այս մի հատ արամ կանել։ Գտեց։ Չէ, չգտեց։ Այն որ մի քանի օրից գարուն է, սա չի ենթադրում, որ պետք է մի քիչ այս տաքացումը թույլատնել, թե դեռ պետք կարիք կա տաքացման։ Մի հետադարձ ցրտեր որ լինի։ Հա։ Արդեն այն ժամանակ մեղուն շատ կտուժվի։ Պիտի հալատակացումները պայեք մինչև ապրիլ։ Նոր ապրիլին պիտի տաքացումները հանեք։ Այսինքն կողքից եք տաքացնում։ Վերևից էլ Սեղից ազատությունը շորեկտնում, որպեսի լավ մեղուն չմրսի։ Ուրիշ մեղու ընտանիքնի կա, որ արդեն մայրերը ձվադրություն են սկսել։ Փաստորեն ավարտեցինք ստուգման աշխատանքները, ճիշտ է հասցրեցինք մեկ մեղվափեթակի այցելել, այսպես ասած։ Հիմա կարող ենք այս պաշտպանիչ միջոցներից ազատվել, թե դեռ վտանգը կա։ Եթե մի քիչ հեռանանք, կարանք հանգիստ ազատվեք, հա։ Բարով խերով առանց հատուկ լարվածության ավարտվեց շփումը մեղուների հետ։ Փաստորեն կարող ենք արդեն ազատվել այս ամենից, հա, եւ կարծում եմ մեղուներն այլևս մեզ վրա չեն հարձակվի, վտանգը կարծես ավարտվել է արդեն։ Իսկ մեր զրույցը դեռ շարունակություն ենթադրում էր գյուղացու ապրուստի, գյուղի խնդիրների մասին։ Ինձ համար ընդունելի չի, որ գյուղերում մարդիկ աշխատանքի խնդիր են ունենում։ Մարդիկ պիտի ինքնազբաղվածությամբ իրանց ընտանիքը կարողանան պահել։ Եթե գյուղում պետական ոչ մի աշխատանք չկա, գոնե կարան անասուն պահեն, կարան մեղու պահեն, կարան խոս պահեն, հող փորեն, լոբի, կարտոֆիլ եւ նման բաներ ցանեն իրաց գոյությունը պահեն։ Իսկ ապրանքի իրացման խնդիր ունի այսօր գյուղացին։ Ապրանքի իրացման խնդիր։ Ձեր գյուղացու պարագայում։ Ապրանքի, հա, ապրանքի իրացման խնդիրը սկսած մեղրից վերջացրած ամենա կարտոֆիլով բոլոր գյուղացիական մթերքներն էլ իրացման խնդիր ունեն։ Դրա համար որ շուկա չկա։ Ոչ թե շուկա չկա, այլ գյուղացին ոչ թե պիտի ինքը մտածի շուկա գտնի, այլ գյուղացին ուղղակի պիտի աշխատի ստեղծի շատացնի։ Պիտի շուկան մոտիկանա գյուղացուն առաջարկով։ Գյուղացին պիտի պետության կողմից պաշտպանված լինի։ Հիմա ասեք ավտոմեքենաները պաշտպանված են, ապահովագրած են, բայց մարդիկ գյուղացին ապահովագրված չի։ Կարելի է գյուղացուն ընդառաջած նրա արտադրանքը, ասենք կետեր բացեն, ոսկի ասենք Ղարաբաղում 1-2 կետ ունենան, կոնկրետ կաթի ընդունման, կարտոֆիլի ընդունման, մեղրի ընդունման, մսի ընդունման, որ գյուղացին իմանա, որ դա այսինչ գնով, այսինչ կետը միշտ իր ապրանքը առնելու է։ Տանի հասնի այդ կետին։ Ապրուստից դժգոհ չեն, թեև գյուղը խնդիրներ շատ ունի։ Ճանապարհների հարցն է, որ մի քիչ լավ չի, անձրևային եղանակներին ամբողջովին ցեխով պատված ելնում, երեխաները դպրոց դժվար են կարողանում հաճախել։ Ունենք ջրագծի, ռոռոկման ջրագծի հետ մի քիչ խնդիր կա, պատրաստված է, վերանորոգման կարիք ունի։ Մնացած լրիվ նորմալ է կարելի ասած։ Շինանյութի խնդիր կա, հիմնական ժողովրդի տանիքների վերանորոգման համար թե ընդհանուր բնական։ Այո, տանիքների վերանորոգման համար ստացել են գյուղի մեծ մասը ստացել են մի քանի հոգի մարդ է մնում, որ օգնեն իրանք այդ կպրծնեն։ Դպրոցում սովորում են մոտորապես 40 երեխա, դպրոցը շատ վատ վիճակում է կարելի ասած, դասասենյակների շատ պակաս ունենք, մասնագետներով համալրված է։ Մասնագետներով համալրված է, բայց դասասենյակների խնդիրն է։ Ասենք գույքի հետ էլ կապված խնդիրներ ունենք, համակարգիչի խնդիր կա դպրոցում, չունենք սպորտ
դահլիճ, երեխաները արևոտ օրերին խաղում են դպրոցի բակում, ֆիզկուլտուրա առարկան պարապում են դպրոցի բակում, անձրևային ձյուն եղանակներին դասասենյակներում են անցկացնում, որը մի քիչ ինձ թվում է հարմար չի երեխեքի համար։ Ներքին Սուս համայնքը գտնվում է գետի ափին, իսկ գյուղացին ջրի խնդիր ունի։ Այս հակադրությունն իհարկե իր բացատրությունն ունի։ Ճիշտ է, գյուղը գետի ափին է, բայց գետից բարձր է, հնարավոր չի ասեք, մարդիկ օգտագործում են նասոսներ, պոմպերով են ջրում իրենց հողամասը։ Ջրագիծը եթե վերանորոգվի, հիմնական Ներքին Սուս գյուղի ժողովրդի 80%-ը ջրովի հող կունենան, գիհուտ գյուղում էլ ոռոգման ջրի խնդիր կա, խմելու ջրով ապահոված է հիմնական Ներքին Սոս գյուղը, գիհուտ գյուղն ու Վերին Սոս գյուղը մասամբ են ապահոված։ Ու պետության կողմից տրամադրվել են խողովակներ, հույս ունենանք, որ մոտակա ժամանակներում մեր ղեկավարության աջակցությամբ գիհուտ գյուղն էլ կունենա խմելու ջրագիծը, ոռոգման ջրագիծն էլ կվերանորոգենք, հիմնական գյուղացու խնդիրները դրանք են, որ կլուծվի։ Համայնքի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց մեզ հետ շրջել գյուղում, ուղեկցեց գյուղում ապրող բազմազավակ ընտանիքներից մեկի տուն։ Ու մինչ գյուղամիջյան խորթուբորդ ճանապարհները հաղթահարելով կհասնեինք Խաչատրյանների ընտանիք, հին ու ավանդական տարբերակով ամբողջ գյուղն արդեն գիտեր մեր այցի մասին։ Ոնց մենք քեզ նկարեին։ Հենց նկարե։ Ինտերվյու վերցնենք քեզանից։ Պապիկի Վրաստանին։ Հետո սպանալեք տամարալացեր հայատումը նկարեն էլի քեզ։ Ստերես տո վերսեմ իշտար։ Չէ, տոնը նեղապ։ Դեսա հետ կյալուս բան կանենք, լավ։ Հազար շորերով, տերիներով սես, մազութով։ Կոստյում չի պետք, գյուղացի մարդ ես։ Լատահես։ Փաստորեն նաև այսպես կարելի է զրուցակից գտնել պայմանավորվել նկարահանման համար։ Հանգիստ էինք այն առումով, որ մեր հաջորդ զրուցակիցը տեղյակ է նկարահանումների մասին, ավելորդ ժամանակ չենք կորցնի։ Ինչևէ, սա էլ Խաչատրյանների տունն է։ Մի պահ ուրախացա, որ երիտասարդ ընտանիքն անասունների այսքան մեծ գլխաքանակ ունի։ Փաստորեն սխալվում էի։ Խաչատրյանների այսօրվա միակ հարստությունը ընտանիքն է։ Հիմա Հայաստանում կարևոր է մեծ ընտանիք ունենալը, երեխաները ընտանիքի պարծանքն են, ծաղիկն են մեր կյանքի։ Չեմ կարող ասեմ, որ մեկը երկուսը հերիքա, չէ, շատ է լավ է։ Միշտ սիրել եք ունենալ մեծ ընտանիք։ Շատ եմ սիրել, շատ։ Նամանավանդ, որ աղջիկներ, ես որ մենակ աղջիկ եմ, միշտ երազել եմ քույրիկ ունենալու համար, հիմա 4 աղջիկ են, բոլորը իրար թիկունք կլինեն, կմեծանան, սիրուն հետագայում իրար հետ համերաշխ քույրիկներ կլինեն։ Հետաքրքիր է այսօր գյուղում ապրող երիտասարդ ընտանիքը ինչ խնդիրներ ունի։ Տարբեր են խնդիրները, որ ասենք մեկանա, չէ, ասի։ Դե աշխատանքի պակասն է։ Հիմնականը գործի բնույթն է, որ գործը նորմալ է ընտանիք համերաշխալն է դա կարևոր։ Ինչով եք զբաղվում, հետաքրքիր է։ Ես գյուղի բուժքույրն եմ։ Ձեր ամուսինը զինծառայող է։ Արցախյան շարժման մասնակից, հիմա պայմանագրային զինծառայող։ Ինչպես տեսնում անասնապահությամբ չեք զբաղվում։ Միթե հնարավոր է ապրել գյուղում եւ գոնե մեկ անասուն չունենալ։ Պայմանները չեն նույնենք, ասենք, մի հազիվ հասցնում ենք երեխաների դպրոցի հարցերին, հագնելու, ուտելու, այդպես ֆինանսական չենք կարողանում հասցնենք, որ անասուն ձեռք բերենք։ Անասուն ունեցել ենք։ Просто ասենք տան պայմաններում որ դու իմ սեփականությունը չի, նրա համար էլ արժան չեմ կարում բազմացնել անասունը եւ կարողանամ պահեմ էլ, ասենք տանտերը կարող են ինձ հիմար գա, ասի վեշեր թավակը դուրս ալ։ Նրա համար ես չեմ կարում ընտանիքին վեկալան դուրս գամ, թե անասունի վեկալան դուրս գամ։ Այդ պատճառով ես չեմ կարում անասունը հիմնականը շատ ասեմ, անասունն է պրոստը հարևանի տունն է։ Ըստե ես չեմ կարում պահեմ անասուն, ասենք, որովհետև սեփականն իմ սեփականությունը չի բերեմ ինչ պահեմ, որտե պահեմ։ Բազմազավակ այս ընտանիքում ապրում են հույսով, որ սեփական տուն կունենան, ինչը կտա հնարավորություն մի բան անել, ստեղծել, ինչպես ասում են, մեկը երկու դարձնել։ Սպասում ենք պատասխանը։ Ես կասենք ըստ գյուղապետի հրամանով, ես չեմ որոշ մի տեղ չեմ եթում, հիշանում է գյուղապետն անում, այլ սպասում ենք։ Հույսով եմ, որ լավ կլինի։ Սեփական տան բակում հենց գոմի դռան մոտ մեզ արդեն սպասում էր Սանասար Կարապետյանը։ Եթե շատերը սովորաբար տուն են հրավիրում, իմ զրուցակիցը մեզ առաջինը գոմ հրավիրեց։ Այստեղ է գյուղացու ամբողջ հարստությունը։ Մենակ խոշոր եմ պահում, մեղվաբուծությամբ եմ զբաղվում,
հայատ ենք մշակում հողամագործությամբ։ Կարանք ասնենք առաջ ընդեղ են փոքր սիրուն հորթեր ունեմ։ Արտասահմանյան սորտի անասունն են, զգուշ տեղին չխփեք։ Փաստորեն կառավարության առաջարկվող ծրագրերից օգտվում եք գյուղատնտեսության զարգացման։ Հա, այս անցած տարի ենք բերել, ցուլեր ենք ստացել, գնացինք բերեցինք, այդ ցուլերով մեր տեղական անասունները ծածկվել են, հիմա կա խառնուրդը, բայց դե տեսնենք արդյունքը, վերջնական արդյունքը նոր ցույց կտա, սիրունությունը քիչ է։ Իրոք շատ գեղեցիկ են։ Սրանք արդեն տեղականն են, հա։ Սրանք տեղական են, սրանք մի քիչ վաղ են ծնվել, հələ չենք բերել ցուլերը, այս էլ մեր տեղականներն են, այս տարվա հորթեն են էլի բոլորն էլ։ Իսկ տարբերությունը հետաքրքիր է, ո՞րն է։ Այս ցուլերին որտենայր նկարելու բաներ, թե իրանք հատուկ ռեժիմով են պահել, դե մեր պայմանները այդ տոհմայինների պահելու հետ չես կարա համատես, բայց դե այդ ցուլերը որտենում ես ուրախանալու բան էլի, նստես նայես, ոնց որ ասում ես թամաշի բան է, գեղեցիկ բաներ են։ Նաև եթե չեմ սխալվում, մսամթերքի համար ավելի շատ մսատու են այդ։ Հա, որ ներկայացրել են այդ ծրագրով այդ մսամթերքի համար կա երկու սորտ ստեղ։ Այս հորթերի մեջ էլ կա, որը որ միս է տալիս, որն էլ որ կատնատվությունն է բարձր։ Յուղանյությունը մինչև ասին 6 ասում է, իսկ մերը միջին 3.6, 4, 4.2-ից ավել չի լինում։ Բակում մեզ միացավ նաև տանտիրուհին, ինչպես ամուսինն է կատակում, որտեղ ինքը Արուսն էլ հետը։ Տվյալ պարագայում տիկին Նաիրան։ Այսօր գյուղում տարբեր զբաղմունքի տեր մարդկանց հանդիպեցինք։ Ոմանք անասնապահությամբ են զբաղվում, ոմանք մեղվաբուծությամբ։ Ձեր գյուղի համար ապրուստի լավագույն միջոցը, ավելի ընդունելի միջոցը ո՞րն է։ Ձեր թված բոլոր ապրելու միջոցները։ Մեզ մոտ այդ լրիվ էլ կա, համ թռչնաբուծությունը, համ մեղվաբուծությունը, համ անասնաբուծությունը, համ հողագործությունը, մեր մոտ լրիվն էլ կա դա։ Մարդ առաջ է երթին մի գործ ձեռնարկելու սկսելու համար պետք է հաշվարկ իր անի։ Եթե դու ուզում ես մեղվաբուծությամբ զբաղվես, դա պետք է առաջերտին մասնագետ լինես, երկրորդն էլ մի քիչ ֆինանսա պետք։ Եթե ֆինանս չունես, ճիշտ է նա որ փոքրից սկսես։ Այս ինչ որ ստեղծել ենք, արել ենք մենք 0-ից կամած, իսկ լավը, անասունը լավ է, որտեվ ստեղ ոչ մի անասնակերի մոմենտն էլ ծմրվա մոմենտով եմ ասեմ, օրինակ Սյունիքի մարզում մի անասունին տալիս են 100 տուկ մոտապես խոտ, իսկ ստեղ 30 տուկով հանգիստ անասունը լավ ապրում, ոչ թե ստից մանավանդ են ստակ ծմրվա մոմենտով վապշե տակալնում։ Մեղվաբուծությունը մասնագիտությունն է, ոնց որ նշեցի, պետք է սիրես մեղուն ավելի լավ եկամուտաբերեմ, քան թե անասունը։ Ու երևի նաև գրագետ մոտեցում է պահանջում։ Գրագետ մոտեցումը իր տեղը, մեղուն պետք է սիրես, սեր պետք է ունենաս, մենակ չաշվես եկամուտը։ Քաղաքում կարծում են, որ հեշտ է ապրել գյուղում կարծում են, որ լավ է ապրել քաղաքում։ Ինչ եք կարծում դուք։ Ես օրինակ չեմ, որ ինչ էլ ինչքան էլ մեծ ես գումար որ ստանամ աշխատավարձ կամ ունենամ այդքան գումար, ես երբեք քաղաքում չեմ ապրի։ Ես մենակ միշտ էլի մեր երեխեքին իմ շրջապատին էլ ասել եմ, որ ես գյուղից ընձի տանելուց մենակ ոտերս առաջ եք տանելու, ես գյուղը չեմ լքի երբեք։ Ինչ է պետք գյուղացուն գյուղում լավ ապրելու համար։ Սիրություն։ Այ հաճախ գյուղացիների հետ հանդիպելով մեկն ասում է աշխատավայր չկա, բնակարան չկա, տուն չկա, ջուր չկա։ Գիտեք, ամեն տեղը դժվարություն կա, այ ջուր չկա եք ասում։ Այ այդ մի դժվարությունն էլ կա, արդեն 20 տարի աստեղ ենք, 20 տարի։ Այդ գյուղապետն էլ ասել 20 տարի է այստեղ եմ, Տոմպակայանը ընձնից ընդամենը հեռույա 800 մետր, 20 տարի է ես ձեռով ջուր եմ կրում։ Այ այդ դժվարություններն էլ կա, դժվարությունն էլ է մարդու համար։ Արդեն ստացել ենք խողովակները, դե փառք Տիրոջը։ Գյուղը ամենաէժան ապրելու տեղն է, վայրն է։ Եթե առանց փողել, որ եթե շաբաթներով ես մեր գյուղում էլի, եթե ապրես, դու փողի կարիք չես գա, մենակ կոֆեի ու պապիրոզի փողը, եթե ելնի, այդ չնչին է։ Ստեղ ուրիշ բանի խնդրեմ չունենք։ Մենք օրինակ ուրախության ուրիշ մոմենտներով նստում ենք սեղանի շուրջ, մի 30 մոտիկ մարդիկով, չէ՞։ Իմ սեղանի վրա Ամարյա թե դրսից ոչ մի բան չկա։ Իմ ալուրն էլ ես ծորենը առնում եմ, ես աղում եմ, հաց եմ թխում։ Որտեղ եք աղում։ Այն եմ դրաբիլկեն, նոլավոյ սետկեն դնում եմ, մաքուր ալուր աղում։ Ես լսել եմ, որ այս ձորակում միայն դուք ունեք թոնիր եք օգտագործում։ Հա, թոնիր ունենք։
Ուրեմն 2002 թվին ենք դրել մեր թունելը, վրան էլ գրած է։ Եկանք էս մեր հեսա դոշից քանդեցինք բերինք։ Մենք շաղեցինք տիկինը սարքեց հիմա մինչև հիմա ունենք թունելը, թեպետ էս մի տարի լավաշ չենք թխում, բայց դե թոնիրը մնամ, թոնիր խորոված է համար միշտ պետք է խաշը մեծ կաստրուկով 4 վեդրանոցով դնում ենք վրան մի անգամից վառում ենք, երբ հիմա ոչ այդքան էլ հոսանք ենք ծախսում, ոչ գազ ենք ծախսում, այնպես որ ամեն ինչ կարելի անել, հնարավոր չի մարդ, եթե ձգտում ունեցավ ու աշկն էլ տեսել է մեկ շքթիցակ ունենա, այս մեր տարածքներում պետք է աղինման ապրի։ Աշխատասեր այս մարդկանց հետ երկար կարելի էր զրուցել ու ամեն ինչի մասին։ Պարզապես մութն ընկնում էր, իսկ մեզ դեռ երկար ճանապարհ էր սպասվում։ Այսքանով էլ ավարտվեց մեր ծանոթությունը Քաշաթաղի շրջանի ներքին Սուս գյուղի հետ։ Գյուղից հեռանում ենք հիացած տեղի բնությամբ եւ տպավորված աշխատասեր, արարող ու ստեղծող մարդկանցով։ Նորից կկրկնեք չհասցրեց Հովանեսյան աստղից։ Բոզնս Աֆրիկ։ Հովանեսյան չեմ ես։ Բարև։ Հյուրեր ընդունում եք։ Առանց հարցնելու ներխուժեցինք ձեր բակ։ Դեղելով բակ եք խուժել, դու չեք խուժել, դու ներ խուժեք։